Բարի լույս։ Ուրեմն երեք ինչպես որ կանխատեսվում էր, համենայն դեպս ես կանխատեսում էի, Bitcoin-ը պետք է ընկներ ու ընկավ, բայց ընկնելուն էլ շնորհք կա։ Bitcoin-ը երեք ուղղակի ջարդեց սաղ մակարդակները, որովհետև վերջում ժամը 10-ն էր Հայաստանի ժամով, եթե չեմ սխալվում, Elon Musk, Trump սկսեցին իրար գզել, Elon Musk-ը ասում է Trump-ը pedofil է, Epstein Files ինչ որ գոյություն ունի, որտեղ այդտեղ սաղ մանրամասը նկարագրվում է թե ով է ինչով զբաղվել, ոնց է զբաղել եղել, դրա համար էլ երբեք ջրերես դուրս չի եկել այդ ֆայլերը։ Trump-ն էլ ասում է, որ հեսա ինչքան ֆինանսավորում կա Tesla-ին եւ այլն նույնպես կտրելու ենք, Tesla-ի ակցիաները ընկան 15%-ից ավել, եթե չեմ սխալվում այդ պահին։ Մի խոսքով գժանոց էր տիրում, դրա համար այն սպասվածից կրկնակի շատ ընկավ, այսինքն $105,000-ից ընկավ $100,000 մոտավորապես։ Եկեք տեսնենք ինչա տեղի ունեցել։ Նախ սկսենք այն փաստից, որ մենք երեք այս տարածքներ ժամը 9 այս կողմերներ, հա, սպասում էինք, որ պետքա ընկներ, ինչ տեղի ունեցավ, բարձրացավ, այստեղ stop hunting տեղի ունեցավ, stop hunting-ը այն է, որ լիկվիդացիա եղավ, ովքեր որ ներքև են իջնում, մի հատ ուղղակի մաքրեց շուկան այստեղ, վերև, որից հետո իջավ դեպի ներքև։ Այսինքն այստեղ նույնպես stop hunting տեղի ունեցավ դեպի վերև բարձրացողներին։ Շուկան բառից բուն իմաստով մաքրեց երկուսին։ Այստեղ մի հատ սիրուն մաքրեց, ներքև իջնողներին, ինչպես նաև այստեղ սիրուն մաքրեց վերև բարձրացողների ստոպերը։ Ստոպը ինչի համար է նախատեսված։ Ստոպը նախատեսված է նրա համար, որ մաքսիմալ կորուստ սահմանես, օրինակ 1%, 10%, ինչքան որ պատկերացնում եք, որ կարաք ռիսկի դիմեք ամեն գործարքի համար։ Ես խորհուրդ չեմ տալիս կես տոկոսից կամ մի տոկոսից ավել լինի, որպեսզի կարողանաք գիշերը քնեք ու ոչ մեկի վրա մունատ չգաք։ Հակառակ դեպքում միշտ տենց է լինելու ու այստեղ մի խոսքով երկու կողմն էլ տուժեցին։ Որն է խնդիրը։ Ես կանխատեսում էի, որ պետքա իջներ, հետևաբար ես այստեղ ստոպը չեմ երբեք դնի, այլ այստեղ կդնեմ, որտեղ որ մի քիչ ավելի բարձր մակարդակ է ու մի քիչ ուրիշ տեխնիկական հարցեր կան։ Ինչ եղավ։ Ուրեմն մենք ունեինք օրական մակարդակ նախորդը, որը որ կարմիր էր, հետևաբար սպասվում էր, որ այդ 105,000-ի սահմաններից ընկներ մոտավորապես $104-ից $103,000։ Այստեղ որ գնանք մակրոէկոնոմիկ լուրերը, որ նայենք, կտեսնենք 4:30 ժամը unemployment claims ունենք։ Սա այնա, որ ինչքան գործազուրկ կա կամ գոյացել է։ 239,000 հոգի գործազուրկ կար, Ամերիկա սպասվում էր 236,000, որը որ դրական է, ավելի քիչ գործազուրկ ու ինչ տեղի ունեցավ 247,000 եղավ, այսինքն ավելի բարձրացավ։ Հետևաբար, բնականաբար շուկան պետքա ընկներ, բայց մինչև շուկայի ընկնելը, եկեք սենց 15 րոպեով դնենք, որ կարողանամ ցույց տամ։ 4:30 այստեղ, դե դրական լուր էր սպասվում, հա, ավելի քիչ գործազուրկ, դրական էկոնոմիկա եւ այլն, բարձրացավ շուկան այստեղ ու հետո այնց որ լուրը տեղի ունեցավ, ինքը տրամաբանորեն պետքա ընկներ, բայց ասեց լավ, սպասի մի հատ միք չէ, վերև բարձրանամ, ինչքան ստոպ կա մաքրեմ, նոր ընկնեմ, որը որ հենց այդպես էլ տեղի ունեցավ, բարձրացավ ու բում, ջարդեց ներքև, որից հետո շարունակեց էլի ներքև գնալ։ Դա շատ կարևոր է հասկանալը, ինչպես որ քանի անգամ ասել եմ, այս մակրոէկոնոմիկ լուրերը շատ կարևոր են, ռեալ իրանք կարողանում են քեզ հուշեն ուղղությունը։ Հետևաբար հետևեք այդ մասին։ Հիմա ինչա սպասվում Bitcoin-ի հետ կապված։ Առնվազն ես տեսնում եմ հետևյալ կերպ, որ այստեղ սենց անենք, որ տեսնեք։ Մի հատ trend line ունենք, որը որ եթե պահեր այս մակարդակը, նույնիսկ երեք եթե փորձեր բարձրանար, մենք տեսնելու ենք բարձրացող շուկա, բայց ցավոք սրտի չտեսանք այն ու տեսանք հակառակը, որ լավ անկում տեղի ունեցավ ու այս լավ անկման պատճառով ես կանխատեսում եմ, որ առնվազն Bitcoin-ը պետք է հասնի 99,600-ի սահմաններում, բայց մեծ գրաֆիկայով ավելի շատ տեսնում եմ $97,000-ի սահմաններում հասնի, նոր
հանգիստ խղճով ինքը շարունակի բարձրանալ $120,000-150,000, որը որ ռեալ կանխատեսվում է, նույնիսկ այս ամսվա ընթացքում այդ ամենը կանխատեսվում, այսինքն ամսական մոմը շատ ուժեղ կանաչափակել, ինքը շարունակություն ակնկալում, բայց դեռևս ամսվա սկիզբ ենք, մի հատ թողիչի ներքև տեստավորի այդ ներքևի մակարդակները, հետո նոր բարձրանա։ Հիմա ինչ ենք սպասում, ինչ եմ սպասում։ Սպասում եմ, որ Bitcoin-ը հավանաբար ընկնելու է այս մակարդակից, այստեղից, մի քիչ 50-50 է այդտեղ, բայց վերևի մակարդակը, որը որ ուրեմն տեսեք, այստեղ $103,000 սահմանների մինչև 103,500։ Այստեղ մի քիչ ռիսկային է, բայց մեծ պոտենցիալ ունի, հեսա բացատրեմ ինչու, որովհետև նույնիսկ Fibonacci-ն, երբ որ տեղադրում ենք գրաֆիկայի մեջ, կտեսնեք, որ 50%-ը հասել է, հիմնական 61 կամ 50%-ի սահմաններում ընկնում է, բայց էսի ես ուղղակի թարս դրեցի, մեկ վայրկյան, այս հենց անենք, որտև դեպի ներքև իջնող է։ Տեսեք, 50-61 եկավ չպայեց, 50 մակարդակով ինքը Fibonacci պլյուս supply zone-այում ենք, պետքա որ ընկնի։ Եթե չընկավ, որը որ մի քիչ խիստ կասկածում եմ, ինքը բարձրանալու է տեստավորի այս վերևի հատվածը, որը որ արդեն իսկ ծանր հրետանին է, ու այստեղից էլի պետքա Elon Musk-ն ու Trump-ը բարի չեն իրար հետ, ասեն ներողություն, սա նորմալ է ու Bitcoin-ը բարձրանա, բայց եթե նման դեպք տեղի չունենա, ապա խիստ կասկածում եմ, որ շուկան կբարձրանա։ Մի խոսքով այստեղից շարունակություն եմ ակնկալում դեպի ներքև, միգուցե այսօր չլինի, այսօր մի քիչ հանգստանա շուկան երեկվա տենց պանիկայից նոր հաջորդ օրերը, չգիտեմ, շաբաթ-կիրակի ընկնի, հետո երկու շաբթի օրը նոր սկսի բարձրանալ, միգուցե։ Եվ այդպես։ Հիմա եկեք մակրոէկոնոմիկ լուրերը հասկանանք ու ըստ այդմ արդեն պարզ կլինի ինչա տեղի ունենալու, ինչպես որ երեք։ Տեսեք, այսօր ունենք 3 հատ շատ կարևոր լուր։ Մեկը average hourly earnings-ն է, թե բարձրացել է, թե իջել է, եթե ժամավճարը բարձրանում է, տվաբար լավ է, non-farm unemployment change-ը շատ կարևոր լուր է, նույնիսկ երեկվա լուրից ավելի կարևոր է, unemployment rate-ն էլ սպասվում է նույնը։ Rate-ն ու բանը զուտ տոկոսային է, մեկ էլ թիվ է այստեղ, իսկ non-farm unemployment change-ը հետևյալն է, կարող եք տեսնել, որ եթե սպասվածից ավելի բարձր է լինում, ինքը դրական է, հետևաբար կբարձրանա վերև։ Եթե սպասվածից ավելի ցածր է, այդ դեպքում ինքը կընկնի։ Տեսեք, 125,000 էր, 150,000 էր սպասվում, 151,000 եղավ, որը որ վատ է։ Նույնը հակառակ տեսանկյունից 185,000 էր, նախորդը սպասվում էր 138,000, 177,000 էր, որը որ շատ դրական ուժեղ լուր է։ Հիմա թե այսօր ինչ տեղի կունենա, սպասենք, տեսնենք ու արդեն կհասկանանք։ Համենայն դեպս տեսեք, այս մակարդակը ոնց որ թե մի քիչ ջղային ձևով փորձում է վերև բարձրանալ, թե ինչ տեղի կունենա, կհասկանանք։ Այսքանն էր այսօրվա համար, հուսով եմ բավականաչափ ինֆորմացիա տվեցի, լավ եղեք, կապով։